Յումբո խանութում եմ հիմա ու տեսեք ինչ տեսա այստեղ։ Ինչ հավես ինիցիատիվ է խանութի կողմից, որ կարող են ուղակի բնակիչները գան, այստեղ սեղան են տրամադրել, սուրճ, թեյ խմեն, զրուցեն, խաղան, հետաքրքիր ժամանակ անցկացնեն։ Շատ հետաքրքիր է ու հավես, ինչքան լավ բան է մեծահասակների համար, թաղամասի բնակիչների համար։ Այստեղ ժամերը գրված է։ Սենյորն կոֆի մի դաղ, հենց մեծահասակների համար է։ Feel pleasure, դա։ Խանութի մենեջերն ասեց նաև, որ ամեն չորեքշաբթի ժամը 1-ից մինչև 4-ը մեծահասակների կամ երեխաների համար ինչ-որ մի բան կազմակերպված է, երեխաների համար էլ այդպես ստեղծագործական ժամը լինում, տարբեր այդպիսի նյութեր է լինում, կամ նկարչության, կամ ինչ-որ մի բան պատրաստում են երեխաները իրենք, իսկ մեծահասակներն էլ դե արդեն տեսակ, հավաքվում են, սրճում են, թեյում են, խանութի հաշվին, խաղեր են խաղում, ծանոթանում են միմյանց հետ եւ ասեց արդեն խումբ է ձևավորվել, որ հստակ նույն մարդիկ են գալիս արդեն այդ թաղամասից, ծանոթացել են միմյանց հետ, նստում են այդ 3 ժամը, հաճելի ժամանակ են անցկացնում, կտրվում են իրենց առօրյա հոգսերից։ Իրականում շատ հավես նախաձեռնություններ, ուզեցի ձեզ հետ անպայման կիսվեմ, միգուցե օրինակ կլինի մյուս սուպերմարկետների համար։ Ես իրականում չգիտեի, որ Յումբոյում կա տենց բան, շատ եմ եղել Յումբո խանութում, բայց երևի հենց չորեքշաբթի օրը չի համընկել այդ ժամի հետ, որ չէի տեսել։ Ճիշտն ասած չգիտեմ Հոլանդիայի բոլոր Յումբոներում կա թե չկա, բայց կարող եք տեղեկանալ, ասեց, որ մուտքի մոտ լինում է տեղեկատվական փոքրիկ տախտակ, որի վրա որ լինում է կոնկրետ այդ չորեքշաբթի մեծահասակների համար, թե երեխաների համար ինչ որ մի բան կազմակերպված, այնպես որ կարող եք ուշադիր լինել, տեսնել եւ հաճելի ժամեր անցկացնել, եթե կան մեծահասակներ ձեր շրջապատում, կարող եք իրենց էլ փոխանցել, որ գնան, կան իհարկե թաղային տները, բյուրթհայուսները, որտեղ գնում են, որոշները չեն գնում, միգուցե դա էլ իրենց համար հետաքրքիր կլինի, որ կգնան իրենց ժամանակը հետաքրքիր կանցկացնեն։